Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31 ժամը 04:35 Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության նախարարությունը միաժամանակ հայտնում է, որ մարտի 31-ին 0:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի Facebook-յան էջում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև շնորհավորել է քաղաքացու վստահության արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին եւ նշել, որ ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը մանրամասն կքննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ։ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Գերմանիայի նախագահին ուղեկցել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Կիևը հրաժարվի օգտակար հանածոների արդյունահանման շուրջ համաձայնագրից, ապա լուրջ խնդիրներ կունենա։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փորձում է հրաժարվել հազվագյուտ հողերի մետաղների շուրջ գործարքից։ Թրամփի խոսքով Զելենսկին նաև ցանկանում է, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ-ի կազմ, բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ նա դա հասկանում է, ասել է Թրամփը։